Այո, ապրագանդատարում առաջինը Այգինի դատարան այն ինչ ունկերցեց առաջին դատախազը իրականությանը չի համապատասխանում և զրպատություն։ Ես որը հանցավոր միտում չեմ ունեցել այդ հողամասերը վաճառվել են միայն նպատակով ավարտին հասցնելու պաշտպանության նախարարության վարչական համալիր։ Ես կարծում եմ ոչ թե միշներին, որ դատապարտներին չի հետաքրքրել, թե պաշտպանության նախարարությունը որտեղ է տեղակայված, արդյոք այդ պայմանները հարմարավետ են, անվտանգ են, եթե իրենց նեղություն տային, պետուղության մի քիչ դիմային ու կհասկանային իմ ներկայացումները։ Ես որտեղ եղել, որտեղ ծավալել եմ ես երկրում, ներկապես աշխատել եմ առավելագույն նավաներ, աշխատակիցների, աշխատանքային պայմանների բարեփոխումով և այդպես է գործել եմ պաշտպանության նախարարություն։ Եթե ես ունենայի հանցավոր միտում կամ ինչպես խոսում եմ ռմբակայի նորմական շահեր, ամբողջը կվաճառեի, բայց ինչու չեմ վաճառել, մեկ իրան հաս։ Մեզ հաստատված հողամասի, եթե չեմ սխալում, այսօր է, մինչև այսօր կավ։ Եթե տենց էր, ինչու չենք ամբողջը վաճառում, եթե շուկայական մակրկները այդպիսին էին, որպես դատախազություն դուք հազարավոր գործեր պետք է հարուցեիք այդ ժամանակահատվածում այդ գնով վաճառված պետական հողամասերի մասով, որտեղ մենք վարվել ենք շատ պարզ, որ ցանկացել ենք մոտարկել շուկայական արժեքի, այդ տվյալների արժեքները, այդպես էլ վարվել ենք։ Իսկ ես մեկին նա դարձրել, մեկին նա դարձրել, դրանք ինչ ասեմ, լավ մոտեցում չի։ Եվ վերջին, այսպես ասեմ արգումենտը, հարգելի դատարան, եթե դուք ուշադրություն դարձրեիք սկզբնական փուլից սկսած, այդ ամբողջը դատախազությունը փորձում էր վերագրել եռաբլուրի և դատախազի ելույթում են պատահական չէ, որ ընկերությունից սկսել եռաբլուրի հարակից տարածք, եռաբլուրի հարակից տարածք։ Այդ տարածքները ունեն կոնկրետ հասցել, Իսակով Պողոտա։ Ես շատ լավ գիտեմ ու դատախազը թող իմանա, կարծում եմ ինքնակարգ իմանա, որ կառավարության երկրորդ որոշման մասին այդպես էլ ջրված արել քաղաքապետարանի նաև եռաբլուր կոչվող տարածքից։ Այդ հատվածից ինչ-որ է։ Բայց մեզ հատկացվել է Իսակով Պողոտայի քաղաքից տարածքները։ Այդպես է։ Ինչ վերաբերում է երկրորդ դատախազը ասացին, ֆանտաստիկ բաներ է ասում, ենթադրություններ, ես երբեք ոչ Սիլվա Համբարձումյանին եմ տեսել, ոչ հետը զրուցել եմ, ոչ որևէ միջնորդի միջոցով կապել հաստատել։ Եթե չեմ սխալվում, երբ որ ներքին գործերի նախարար էի, այն ժամանակ կրնչական վարչությունը ևս գտնում են ներքին գործերի նախարարության կազմում, այդ ժամանակ այդ Սիլվա Համբարձումյան կոչվածի հանդեպ կարծեմ քրեական գործեր է։ Ուրիշ որևէ առնչություն իր հետ չեմ ունեցել։ Եվ կարծում եմ, որ 2007-8 թվականին Հայաստանի քաղաքական իրականությանը շատ թե քիչ ծանոթ մեկը որ խոսել դատախազի ասածը իբր Վարդան Օսկանյանից է պայմանավորվել է,
երևի ծիծաղից կարող է ուշալ փոխվի։ Չէր կարող այդ ժամանակ այդպիսի հարաբերություններ ունենալ։ Եվ ոնց եք պատկերացնում, մեկը դալիս է, Սիլվային ասում, ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, միլիոնները տվեք ինձ։ Ավելի աբսուրդ բան կարելի է մտածել։ Ես քան, շնորհակալ եմ։ Որոնց դրան հակերություն կալում, հակերություն դիմում ինչու, որտեղ ախորակում ես նավություն ատորից վերով երկորոշում հայտնելու, ես պրոկետը դրանց երազորիության թուլակրության համարվածային նավետարնալու, ուստի հնարարից հակեր խոսալ իսկզբոներ ագիր պոր հողագիմների ողես ներկայացված վաստան խոսքի հետ կամ ասենքան հոմանական ասած իսակրի դեպքում։ Պատվարժան դատարան Քրական դատավորության օրենսգիրքը կոնկրետ արգելի հանրային մեղադրողի վրա պարտականություններ է դնում։ Պարտականություններ է դնում եւ պատասխանատվությունը այն սահմանում այն որոշումների համար, որոնք ընդունվել են միջնորդական որոշում եւ այն գործողությունների համար, որոնք դրական կատարվել եւ կատարվել։ Ես ողջունում Հովակիրյանի դիրքորոշումը, որ նույն առողանությամբ ինչ-որ ունեցել է գույքային հայցը և որտեղ որ 54 անգամ հանցավոր բառը տարբեր օրովումներով բերվել էր և վերագրվել էր պարոն նախագահին, երբ որ նայում ենք քրեական դատավորության օրենսգիրքի կարգավորումները, տեսնում ենք, որ Բանկի հանրային մասնակիցը այդպիսի դիմոց ստանալու դեպքում պարտավոր է ներողություն խնդրել արտոնացված, ռեաբիլիտացված մեղադրյալից։ 54 անգամ պարոն նախագահին գրավոր, այսպես ասած, փորձել են կրկնել հանցավոր, հանցագործություն, հանցավոր սկզբում, հանցակիցներ։ Ես հիշելու եմ, երբ որ ես իրական գործը հասնի դրամանական վարչանին, բարդ իրականացնող ներողություն, ոչ թե բարդ իրականացնող, այլ հարային մասնակցին դիմելուց առնվազն 54 անգամ ներողություն հայցելու հրապարակային պահանջ են ներկայացնելու, հաշվելնելու եւ տվյալները ինչ-որ վերնով կա։ Վերադրանքի հետ կապված, հարգելի դատարան ոչ մեկին հայտ չի, որ այս գործը խարսխված է մի հիմնական ապացույցի վրա։ Ինչի դա հարգելի պարոն Հովակիրյանը, որ շեշտադրում է կատարում գների մասին խոսելուց, դրանք փորձագետի եզրակացում են։ Եվ ամեն անգամ նշում, ես մի մենակ իմ մոտիվացի նշեցի, ընդհանրապես ես ուզում եմ նշել 540 միլիոն դրամով է վաճառվել։ 2006 թվականին 2 հեկտար հող։ Դա 20 տարի առաջ եղել, այն բոլորս եղել ենք այդ ժամանակ չափված, այլ որոշակի քաղաքացիական գործարքներ են կնքել, աշխատավարձեր են ստացել։ Ես հիշում եմ շատ հստակ, որ այդ ժամանակ իմ աշխատավարձը ընդհանրապես 60,000 դրամ էր։ Երբ որ ես անցանում էի, եթե չեմ սխալվում, քնիչ էր այդ ժամանակ, երբ Հովակիրյանը այդ ժամանակ քնիչ աշխատած կլինի 60,000 դրամ։ Իսկ պարոն նախագահը ընդամենը 2 հեկտար հողը վաճառել է 540 միլիոն դրամ, որը իրավական վեճը չառաջանար հասնել դատարանին, ես նախաքննության փուլում ողջամիտ առաջարկներ անեցի հարգելի քննիչին եւ դիմեցի հարգելի պարոն Հովակիրյանին։ Խնդրանքս հետեւյալն էր. ստանալ այն փաստական տվյալները, որի հիման վրա փորձագետը որոշել էր, որ ընդամենը 540 միլիոն դրամը 20 տարի առաջ վաճառված հողամասի համար էժան է։ Տվյալները չտրամադրվեցին։ Ինչ ասեց փորձագետը, ասաց առաջնորդվել են գինդով, ասացի տղեկ, մենք էլ կարդանք այդ գինդը եւ բացեցինք, որ այդ նույն ժամանակահատվածում նույն տարածքներում մոտավորապես մանրից սեփական ամենքով 661 գույք են տարվել։ Դիմեցի նոր իրականացնող մարմին, օրինականության կարգավորություն իրականացնող հարգելի դատախազին, ասեց ես տվյալները ստացել։ Տվյալների համարություն չկա, քանի որ ընդհանրապես այս տվյալական տվյալ
ջան, աշխատավարձ ես կաս, անկեղծ ասած չի։ Բայց ես փորձել եմ, հետաքրքրելու բանալով, մենք աշխատված ենք, չունենք գործիքներ կազմել պաշտպաններս, վերջում ենք հանձնականների պատճառաբանության, վերջում ենք խախիված խազգերելու պատճառաբանության և այլ տարբեր պատճառաբանությունները ստավը, և հարակից տարածքների բոլորի պատճառների վերաբերյալ որը ստանալու դեպքում պատմական դուք չեք ծանրի, մենք չենք դատակարան 54 անգամ ներողություն, այցելու պարտավորություն, բանակ դատականություն չեր ունում։ Բայց հիմա ունենք են ինչու։ Ասեմ հաջորդ դրվագին, որը պայմանական չենք սիրվանի դրվագ։ Ասած, մենք միշտ ես մեղադրանքի վերաբերվում ենք հումորով ու չենք մտածել, անկեղծ ասած, որ այս գործը կարող է գա հասնի դատան։ Ես ինքան պատվորում դատարան փորձեցի դետալային հասկանալ, թե ինչպես է եղել, որ այս մեղադրանքը կարողացել է հասնել դատարան, փորձարելով որ ստիպված մի միտք առաջացավ, որտեղ այդ տվյալները գործում ուղին են, մեղադրանքի վերաբերյալ դիտորոշումներ, թե Սիլվան այդ գործով չպասված ոստիկանի համակցությունը ո՞նց է 20 միլիոն դոլարի ծանովել, կանխի գումարը փոխանցել, հաց առաջացավ մի հատ նայել, ինչ արել, ինչքան քաշ է։ Լավագույն դեպքում, ասենք, ի օգուտ մեղադրանքի կողմերն ես կարողացել ես տեսնել, 27 կիլո պետք է գումարն է ներդրել, մի հետուք և հետ պարեսակ, մենք ես Սիլվա համբարձում եմ, ես պատկերացրեցել, հետև է բանկի մոտիկ 27 կիլոն է խիշկինը սենց կաշտելով տանում է ոստիկանը մանվալի։ Ես մեղավորում եմ դուր ժանավ, իրականում $100 խտադրամով 1 գրամ։ 27 կիլոն մենք ինտի, հիմա չգիտեմ դանիչով նստած ավշիկները փորձարության է մեր ինձ խնդրանքով 27 կիլոն, ասենք, հանեն սրյակից տանեն դուրս, մենք կշվարքան կվերենք։ Էսա, մենք ավելի խմությունները պատվաշակատան, մի ոստիկան ասել, բայց ուրիշ ոստիկան իներ, բարև տրանցիկով էլ ես 27 միլիոն դոլար հաշկանտալների ու դարունակ ամ նեղադրան ճիշտ ասած ես մասում շատ բան է խոսելու կրած կաշկատված եմ, որոնքով նեղադրանքի վերաբերյալ մեկը բաց արձակինավորված չի, ծանոթությունների փուլումը մեկը մեր տրամադրությունը լավ կպային, համբարձումի դրվակ 27 կիլոյի փորձարությունը երևի խնդրենք անենք, որովհետև փաստական տվյալները այդպեսին են։ Հա 10 կիլոյի տնից տարել եք բանան, հետո 17 կիլո ավելացվել եք տարել չուտեն։ Ես չգիտեմ, ոսկեր չկան, մեղադրանքները ապրելու հնարավորություն չունեն։ 54 գումարած մեկ։ Սիլվայի մեղադրանքի լավ տրամադրությունը հաշվի առնելով խնդրվան նորմալությունը ռեաբիլիտացման ժամանակ 54 ներողություն Սիլվայի դրվագով 1 լավ տրամադրության շնորհակալություն։